Վախից վազելով են անցնում Երևանի Սարալանջի փողոցը Այգեստան թաղամասի առաջին նրբանցքի բնակիչները։ Հետիոտնային անցում չկա, վախենում են, որ իրենց չեն նկատի վարորդները, կամ կնկատեն, բայց չեն կանգնեցնի մեքենաները, ինչպես հաճախ է լինում։ Բնակիչները դիմել են քաղաքապետարան, խնդրելով հետիոտնային անցում սարքել, որ անվտանգ լինի երեխաների դպրոցի ու մանկապարտեզի ճանապարհը։ Մուշեղ Խալաթյանին քաղաքապետարանից վստահեցրել են, գալու են բնակիչների հետ հանդիպեն, քննարկեն, գրավոր են մերժել երկու պատճառով։ Հայտնում են, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով եւ տեղանքի անհարմարության պատճառով ձեր առաջարկը հնարավոր չէ բավարարել։ Հիմա խնդրում եմ թող ինձ ասեն, ստեի անվտանգության որ կանոններից ելնելով, որ ստեղ չեն ընդառաջը իմ դիմումը։ Մուշեղ Խալաթյանը հուշում է քաղաքապետարանին, թե անցումների քանի տեսակ կա։ Մեկ այլ խնդրանքով էլ Նոր Քմարաշի թաղապետարանին են դիմել, որ թաղամասի առաջին նրբանցքի սկզբնամասում աղբաման դնեն։ Աղբը թափելու համար մարդիկ ստիպված են լինում 4 անգամ անցնել փողոցը, որովհետև հնարավոր չէ այս նեղ ու հողով ծածկված մայթով քայլել։ Բախտդ կբերի ավտո չիլի կանցնես, բախտդ չի բերի հայ լրվելու ես այդտեղ։ Կամ պետք է մի երկու հոգով եթաս, մեկը դեմի մայթից նայ տենա մաշինա չկա, նոր ասի անցի կամ մի անցի։ Թաղապետարանից ուղղորդել են քաղաքապետարանի աղբահանության եւ սանիտարական մաքրում հիմնարկ։ Բնակիչները ներկայացրել են խնդիրն ու առաջարկել, որ թաղամասի այս հատվածը քանդեն, տեղ բացեն ու աղբաման դնեն։ Զարմանում են մարդիկ, եթե աղբահանության մեքենան կայանելու խնդիր կա, ինչպես է, որ նույն ճանապարհին մի քիչ վերև աղբաման կա դրված։ Ամբողջ թաղի համար մի հատ աղբաման է դրած ու բոլորը սնայպերներ են։ Գալիս են ընդեղից դուրս են գալի, որպեսզի մահաց ու վտանգներ չլինի, կանգնում են ստեղ ու շապրտում են, լավ սնայպերություն է կատարվում։ 10 անգամ աչու ձախ նայելով են մարդիկ ճանապարհն անցնում։ Թաղամասում տարեցներ էլ կան, որ չեն կարող արագ անցնել, ստիպված երկար են սպասում։